Երգերքոց 6 Կանայք Հարսը պատասխան է տալիս և ասում. Իմ սիրեցյալն իջավ իր պարտեզը, խնկածաղիկների մարգերի մեջ, որ հոտն արածեցնի Բուրաստաններում և շուշաններ քաղի, իմ սիրեցյալն իմն է, իսկ ես նրանը, նա, որ հովում է հոտը շուշանների մեջ։ 5-րդ երգ Փեսան ասում է Հարսին. Դու բարեկազմ ես, իմ սիրելի, ամբողջովին հաճելի ես և Երուսաղեմի պես գեղեցիկ, զարմանալի, հորինված։ Թեքիր աչքերդ ինձնից, քանզի դրանք սիրով այրեցին ինձ։ Քո վարսերը նման են այդ ծերի հոտերի, որոնք իջնում են Գաղաադից։ Քո ատամները նման են խուզված ոչխարների հոտերի, որոնք ելնում են լողավազանից։ Բոլորն էլ զուգաշար են, ոչ մի ստերժ չկա նրանց մեջ։ Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, և գեղեցիկ է քո խոսքը քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսված նռան, հարսնաքողի տակ։ Թող 60 թագուհի և 80 հարճ լինեն, թող ազնիվ օրիորդներ ունենա արքան, մինչդեռ մեկն է իմ աղավնին, իմ կատարյալը, իր մոր միակն է նա, իր ծնողի ընտրյալը։ Դուստրերը տեսան նրան և երանի տվին, թագուհիները և հարճերը գովեցին նրան։ Դուստրերը և թագուհիները տեսան Հարսին և երանի տվին նրան։ Ո՞վ է սա, որ ելնում է ինչպես առավոտ և գեղեցիկ է ինչպես լուսին, ընտիր ինչպես արեգակ, զարմանալի հորինված։ Փեսան ասում է Հարսին. Ես ընկուզենիների պարտեզն իջա, նայելու, թե առուներն ինչպես են ջրում, տեսնելու, թե արդյոք ծաղկել է որդատունկը, ծաղկել է արդյոք նոճին, ծաղկել է արդյոք նռներին։ Հարսն ասում է Փեսային. Այնտեղ քեզ կտամ իմ ստինքները, հոգիս չիմացավ, բայց ցանկությունս տանում է ինձ, ինչպես Ամինադաբի կառքը, կինը։ Դուստրերը և թագուհիները ասում են Հարսին. Վերադարձիր, ով սոմնացիդ, վերադարձիր, որ մենք տեսնենք քեզ։